Բարի օր ժողովուրդ ջան, ուզում եմ մի թեմայից շատ կարճ խոսեմ, որը անընդհատ շարքում է ինտերնետում, համացանցում, մեղադրելով այս կառավարությանը, որ պետական արտաքին պարկը հասցրել է եսիմ ուր։ Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, որ այս հարցը եւս մանիպուլացնում են, ու ես հիմա ձեզ դա կապացուցեմ։ Ուրեմն տեսեք, բացում ենք Վիկիպեդիա եւ ընտրում ենք գերպետությունների արտաքին պարկը, հա, ու նայում ենք, հիմա տեսեք, ուրեմն տեսեք, ԱՄՆ 8 տրիլիոն 756 միլիարդ արտաքին պարկն է, ու եսի 20 թվի վիճակագրական այդ տվյալներով։ Խնդրեմ, տեսնում եք 8 միլիարդ 475 միլիոն, արա չես ինչ եմ ասում, 8 տրիլիոն 756 միլիարդ, 8 տրիլիոն 475 միլիարդ, հորը սարև, տեսնում եք ես պարկերը, ժողովուրդ, այ մի հատ լավ նայեք, ես ես թվերը ձեզ ցույց եմ տալիս, դուք կարող եք ես թվերը ձեր հեռախոսներով մտնել եւ գրել, որ արտաքին պարկը գերտերությունների, ու դուք այս պարկերը կտեսնեք։ Ադրբեջանը, որ նեֆտի մագնատ է, ինքն էլ ունի պարկ, ժողովուրդ ջան։ Իսկ հիմա շատ լուրջ, տեսեք, թվերը ցույց տվեցի ձեզ, սա ինչ է ասում, սա вообще ինչի մասին ասում, արտաքին պարկը պետության մասին ինչ է ասում, որ այդ պետությանը վստահում են, հասկացաք, գիտեք, ամեն մեկին չի, որ արտաքին պարկը տալիս են նույն տոկոսով, հա, այդ կենտրոնական բանկը, այդ համաշխարհային բանկը, որ կա, ինքը ամեն պետությանը ինչ-որ մի տոկոսով ասում, так вот, Նիկոլ Փաշինյանի ղեկավար դառնալուց հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ վստահությունը այնքան է շատացել, որ տոկոսները այնքան են քչացրել, որ 20 թվի տվյալներով եմ ասում, ինչքան գիտեմ 200 միլիոն տարեկան փակվում էր ավտոմատ, այսինքն տոկոսները իջեցրել էին, այդքան վստահում են։ Ու հիմա ինչքան են վստահում, որ այդ միլիոնները տալիս են, իսկ այդ միլիոնները չի ուտվում, էլի։ Այդ միլիոնները ներդրում է արվում, դպրոցներ, բանակա, էս այնա, հələ մի հատ տեսեք, էլի, ասենք բանակի բյուջեն ինչքան էր, իսկ հիմա ինչքան է։ Մտեք այդ տվյալները նայեք, էլի հետո նոր խոսեք։ Ուրեմն սրանից հետո, եթե ինչ-որ մեկը ձեզ կասի, արտաքին պարկը, տրֆս, կասես լավ անում, ինչքան բարձրանա, ուրեմն այդքան հզորանում ենք, ուրեմն այդքան վստահություն ունենք, որտեղ փաստեցի ձեզ ամենահզոր պետությունների պարկերը նայեք։ Էսի այն պարկը չէ՞ էլի, որ հարևանի պարկից ուրեմն բանը չունես դրա համար չես տալի։ Ոչ, փողերը վերցնում են, ֆրցնում են։ Տոկոսներն տալիս են այդ բանկին։ Այդքան բան։ Նենց որ չխառնեք ձեր սեփական պարկերը արտաքին պարկի հետ։ Իսկ այս մանիպուլատորները, փուլպոլիկները, որ հելնում են sense բրտես միլիարդիկին պարկը, մենք չենք վերցրել ու կերել, վերցրել ենք ներդրում ենք արել, ու այդ տոկոսները հանգիստ փակում է, դուք հանգիստ եղեք։ Լասեմ ավելին, այդ տոկոսները ավելի շատ է փակում, քան ստեն նախկինում։ Այսքանը։ Էս էլ ուղղակի վերջում մի հատ նորից անցնենք։ Ուրեմն ԱՄՆ, տեսեք թվերի քանակը նայեք օրս արև։ Ստենայք, Ֆրանսիան 2 տրիլիոն 785 միլիարդ 709 միլիոն։ Դուք հասկանում եք ես ինչ թվեր է։ Գոնե գաղափար ունեք ես ինչ թվեր է։ Լստնայեք։ Բելգիան շատ հարուստ զարգացած պետություն է։ 1 տրիլիոն 278 միլիոն միլիարդ 465 միլիոն։ Ուզում եք ասեք այս պետությունները բոլորը ծախված են։ Կանադան նայեք, զարգացած պետություն է։ Չինաստանը, գիտեք, չէ՞ ինչ տնտեսություն ունի։ Լստնայեք։ 2 տրիլիոն։ Ռուսաստանը, այսի ընդ որում 19 թվի տվյալներ է Ռուսաստանինը։ Պատերազմից հետո այսի մի քանի անգամ ավելացել է։ Մի քանի անգամ կրկնվել է։ Թուրքիան զարգացած պետություն 453 միլիարդ 400 միլիոն պարկ ունի։ Սա ասում է վստահության մասին, ժողովուրդ, վստահության, այլ ոչ թե այն պուլպուլիկների ասած արտաքին պարկա, ուրեմն թքինք։ Դες բան չկա։ Արտաքին պարկ ունես, մեծ է, ուրեմն վստահություն ունես, դրա համար էլ այդ բանկը քեզ այդքան գումար վստահում է։ Եվ քո հետ անցնում է գործարքի մեջ։ Այսքան բան, ժողովուրդ ջան, կարևորը դուք հանգիստ եղեք ու այս մանիպուլատորներին էլ մի տրվեք, սա այն թեման չի, որ իրանք կարողանան Փաշինյանի վրա կեղ բռնեն կամ էլ ինչ որ թեմա սարքեն։ Ուղղակի սա ձեր ներվերի հետ են խաղում, որովհետև գիտեն, որ դուք այս ամենից կարող է եւ տեղյակ չեք։